Ես մի գործիքի մասն եմ ուզում ասել, որ նախարարությունը արդեն ունի Telegram-յան խումբ ունեն, մի 1000-ից ավել մարդ կա, բոլորը գրում են մոտավորապես կարծիքները իրենց, կարելի Բայց է իրանք բժիշկներն են, եւ բժիշկներ եւ քաղաքացիներ։ Ով ուզի ցանկացած մարդ կարող է միանալ։ Սկզբունքով են ընտրել։ Չէ, ով ուզի կարող է միանալ եւ իրենց կարծիքը գրում է, այսինքն նաեւ օգտագործենք այդ թվային տեխնոլոգիաները։ Բնա որի մասին ասում եք, դեպի ունավանես։ Հա, բայց ենթադրենք ոչ մեկ չէր ասել այն խնդրի մասին, ինչ փոխվարչապետը սեփական աչքով տեսել էր։ Հա, բայց մենք կամավորության մասին օրենքը ընդունել ենք, չէ՞։ Ասենք այդ օրենքը ընդունել ենք ինչի համար, որ օգտագործենք հիմա կամավորների խմբեր թող գնան, թող մարդկանց հարցնեն ուղակի։ Նախ իրանց այդ հաղորդակցությունը բոլորի համար ավելի հեշտ է, որովհետև պաշտոնյայի հետ հաղորդակցվելիս լարվում են, լրատվամիջոցի հետ հաղորդակցվելիս լարվում են, բժշկի հետ հաղորդակցել, թող մարդիկ գնան ինֆորմացիա բերեն, երիտասարդները ինչ վատ կլինի։ Ես կողմ եմ, ես ուզում եմ ասել, որ նաև նման հարթակներ էլ կան ու իրականում կարելի է պարզապես ագրեգացված դուրս բերել այդ բաները եւ ես չեմ կարծում, որ մենք խնդիր ունենք իրականում ստանալու այդ ամեն ինչը, իհարկե ձեր ասածը ճիշտ է։ Ես հարց եմ տալիս, ասում եմ լավ փոխվարչապետը գնաց դեպքը չեմ կարող ասել, բայց կարող է ես էլ օրինակ էս արեց, այն արեց եւ այլն եկավ նամակ գրեց, հա, որը իմ հարց ուրիշ բան է։ Okay։ Ուրիշ ոչ մի ալիք չկար, լավ փոխվարչապետներ չէ, ու դա ինչ որ նկարագրվել է, լուրջ խնդրեմա նկարագրվել, որովհետև ընդհանուր մարդու բան է անում, այսինքն առաջինը հենց օգտվողին ինքը նեգատիվ է տրամադրվում այս տեղի ունեցողի, փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակող դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում, չգիտեմ, էլ փաստաթղթեր, էլ տեղեկանքներ, էլ չգիտեմ ինչ, մի հատ պրինտ արեք, մի հատ քսերոքսը, ինչքան ժամանակ ես չէի լսել դա։ Այսինքն նշանակում է մենք ինչքան էլ ունենք ալիքներ, ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չի ասնում մեզ։ Ուրեմն պետք է ավելի բան գնալ։ Կոնկրետ կամավորների չեմ ասում հազարավոր մարդկանցից բաղկացած։ Կարա մի 20-30 հոգի լինեն, մի քանիսը Երևանում, մի քանիսը մարզերում, որպեսզի գնան տեղում բան անեն։ Չեմ կարծում, թե դա մեծ ջանք, իրանք էլ ովքեր որ մեր կամավորները ռեեստրում կա, իրանք է հաճույքով կանեն այդ աշխատանքը, իրանք այդ մարդիկ են ուզում օգտակար լինեն, չէ՞ մի բանով։ Շատ օգտակար կլինի նաև այդպես հարցերը բերել, կկազմակերպենք։ Համեցեք, բան։ Վարչապետ, ձեր ասացին ի լրումը կարող են նաև պրոֆեսիոնալ ծառայություն պատվիրել, գաղտնի գնորդ հետազոտություն, որը էլի կարող է այդպիսի կարող են կանել, բայց ես էլի ասում եմ, ես հիշում եմ մեր բանը, նախ երբ որ մենք կամավորության օրենքը քննարկում էինք այս դահլիճում, հետո չնայած ասեմ, որ արդեն ինքը մի քանի դեպքերով արդարացվել է, ինստիտուտ է, որը ստեղծել ենք, օգտագործենք, հոմենակ բանի ռեպորտի համար չենք անում, որ այսինչ միջազգային կազմակերպությանը ասենք, որ գիտեք, ինչ մեր երկրում այլևս կամավորության ինստիտուտ կա։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, մենք մեր կրթության ոլորտի բարեփոխումներում նույնպես այս կարևոր դեր ունի, որ մենք բուհական ընդունելությունների եւ այլնի մեջ այդ կամավորությունը ինքը եւ սոցիալական համերաշխության եւ հանրային համերաշխության շատ կարեւոր եւ ընդհանրապես ինքը շատ կարեւոր կուլտուրա է, որ մարդը կամավոր ասում է, ես գիտես ինչ շաբաթը 3 ժամ ժամանակ ունեմ, ուզում եմ օգտակար լինեմ, հանրային ինչ-որ մի բան անեմ։ Եվ բուհական ընդունելությունների եւ այլնի հարցում աշխարհում ընդունված բան է։ Համեցեք։ Վարչապետ, չեմ ուզում ասել, որ չլարվեն ընդունելության վերաբերող ցանկացած նույնիսկ կես բառը շատ մեծ հետաքրքրությամբ է ընդունվում եւ սովորաբար փչացած հեռախոսի սկզբունքով հետո լրիվ ուրիշ լուրեր ենք կարդում այդ կես բառի վերաբերյալ, բայց բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի ընդունումից հետո մենք ամբողջությամբ փոխում ենք ընդունելության համակարգը եւ մեր տրամաբանությամբ 12-րդ դասարանում ուսումնառության
հատկապես երկրորդ կիսամյակի մի զգալի հատվածը հենց կամավորությանը պետք է վերաբերի, որն էլ հաշվի կառնվելիության 12-րդ դասարանցիները թող առողջության ապահովագրությունով սկսեն կամած զբաղվել։ Հիմա դեռ իրենք պատրաստում են միասնական քննություններին, հաջորդ շաբաթօրվանից դրանք մեկնարկում են։ Ես կառաջարկեի մեր առողջապահության կառավարման մասնագիտությամբ սովորող ուսանողներին ներգրավել, իրենց համար դա նաև կարող է լինել շատ գործնական աշխատանք, որ ինչ տեսականում սովորում են, ռեֆորմի փուլում գնան եւ իրենք էլ դրանից նաեւ իրենց մասնագիտական զարգացման օգուտը կքաղեն։ Շատ լավ, 12-րդ դասանցիները պատրաստվում են քննությունների, ուսանողներն են սկսում կամավորությունը, հայրանք էլ են քննությունները, վերջ չեղավ ուրեմն գործը։ Հերթական անգամ պարզվեց, որ հնարավոր չի, փակեք այս թեման, այդ օրենքները չեղարկեք, հնարավոր չի Հայաստանում չի լինի։ Շաբաթ կիրակի էլ ուրիշ կարևոր գործեր ունեն։